Պարոն քաղաքապետ, ներկայում տեսահսկման համակարգեր տեղադրված են Երևանի ենթակայության 42 մանկապարտեզներում, թվով 1700 տեսախցիկներ, որոնք այդ 42 մանկապարտեզներում 353 խմբերի են սպասարկում, այսպես ասած, եւ վերահսկողական կենտրոնացված դիտարկում իրականացվում է ամենօրյա հաճախականությամբ բոլոր կառուցահատվածներում մանկապարտեզների, դիտարկող մանկապարտեզների ընտրանքն իրականացվում է ինչպես պլանավորմամբ կամ պատահականության սկզբունքով, այնպես էլ ահազանգերի արձագանքման շրջանակներում։ Օրվա տարբեր ժամերի իրականացվող դիտարկումները կատարվում են ինչպես կենդանի ժամանակում, այնպես էլ որոշակի ժամկետով պահպանվող տեսաձայնագրությունների դիտման միջոցով ամսաթվի, ժամի եւ տեսահսկման արդյունքների ամրագրմամբ։ Դիտարկման շրջանակում թերացումների արձանագրումների հիման վրա անմիջապես կապ է հաստատվում մանկապարտեզների տնօրենության հետ, անհապաղ միջամտությամբ պարզելու, պարզաբանելու եւ կամ շտկելու իրավիճակը։ Այսպիսով 2025 թվականի 4-րդ եռամսյակի մշտադիտարկման արդյունքները հետևյալն են։ Արձանագրված թերացումների 22%-ը վերաբերում են օրվա ռեժիմին առնչվող կամ կենցաղային բնույթ կրող բաց թողումներին, ֆիզիկական միջավայրի անվտանգային ռիսկ ենթադրող գործոններին վերաբերող արձանագրումները շուրջ 8%-ն են, 23%-ը վերաբերում է պարապմունքների բովանդակությանն առնչվող կամ այլ հարցերի, իսկ երեխաների նկատմամբ վերաբերմունքի կամ եթե կարելի ասել կասկածելի վերաբերմունքի առիթ տվող արձանագրումները կազմում են 48%-ը։ Ինչու եմ ասում կասկածելի, որովհետև որոշ դեպքերում թվացյալ տարբերվող վերաբերմունքը, օրինակ կերակրման ժամին սաներից մեկի առանձնացումը խոսակցության ընթացքում պարզվում է, որ պայմանավորված է երեխայի առողջական առանձնահատկություններով եւ հատուկ սննդակարգի պահպանմամբ նպատակահարմար է այսպես ասած այդ առանձնացումը, իսկ այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ տեսահսկումն իրականացվում է նաև Երևանի ենթակայության մանկապարտեզներում արդեն 1 ամիս գործարկված վաղ մանկության 2 խմբերում, որոնցում իրականացվող դիտարկումների արդյունքները փաստում են անձնակազմի բարեխիղճ, սրտացավ եւ արհեստավարժ աշխատանքը։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում հատկապես այդ 2 խմբերին։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան, սա կարծում եմ նույնպես շատ կարևոր որոշում էր, որ մենք կայացրեցինք տեսահսկման սարքեր տեղադրել մեր մանկապարտեզներում եւ կարծում եմ մենք չպետք է սահմանափակվենք միայն 42 մանկապարտեզներով, որ տեղադրել ենք, այլ նաեւ այս աշխատանքը շարունակենք եւ ամբողջացնենք ամբողջ Երևան քաղաքով, որովհետեւ վստահորեն սա մեր երեխաների մատուցվող ծառայության որակի բարելավմանն է միտված եւ ինչպես եւ պայմանավորվել ենք այս տեսահսկման սարքերի հասանելիությունը շատ լիմիտավորված մարդկանց քանակ պետք է ունենա եւ արդեն դուք իհարկե կարող եք քննարկել նաեւ վարչական շրջանների հետ իրենց ներգրավվածությունը այս process-ում, որովհետեւ իրենք անմիջականորեն մանկապարտեզների հետ աշխատող անձնակազմ ունեն, բայց որ այս որոշումը կարևոր էր եւ այս որոշման արդյունքում մենք նաեւ կարողանում ենք հսկել եւ զգոն լինել եւ կարելի ասել նույնիսկ արդեն կանխարգել վատ երևույթները, որոնք որ եղել են որոշ դեպքերում մեր մանկապարտեզներում, մասնավորապես երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումները կարելի ասել գրեթե բացառում ենք այս մեխանիզմներով։